Միացյալ Նահանգների ֆոնդային շուկան հերթական անկումն է գրանցել։ Նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է կրկնապատկել Կանադայից ներմուծվող մետաղների մաքսատուրքերը՝ ի պատասխան Կանադայի ծրագրերի բարձրացնելու ԱՄՆ արտահանվող էլեկտրաէներգիայի գինը։ Երկօրյա անկման ավարտին երկու կողմերն էլ որոշակի զիջումների են գնացել, շուկան թողնելով որոշակի անորոշության մեջ։ ԱՄՆ նախագահը դեռ նախատեսում է 25%-անոց նախնական մաքսատուրքերի կիրառումը Կանադայի դեմ տեղական արտադրանքի խթանման նպատակով։ Թրամփն ասել է, որ իրենք ճիշտ են վարվում եւ կվերադարձնեն իրենց աշխատատեղերը։ Ռամոն Պրեյրասը վերջին 36 տարիներին ղեկավարել է իր Taberna del Arabardello բիզնեսը, որը դիմակայել է Քովիդի հետևանքներին եւ նախագահ Թրամփի առաջին ժամկետի մաքսատուրքերին։ Նա հիշեցնում է 2018 եւ 20 թվականները, երբ ասում էին, որ ամեն ինչ կարգավորվելու է, դրանք համարելով քաղաքական խաղեր։ Դոյ Ջոնսի արդյունաբերական ինդեքսը երկուշաբթի ընկել է մոտ 900 կետով, իսկ երեքշաբթի մոտ 500 կետով, ինչը բացասաբար է անդրադարձել ամերիկացի Ռոջեր Ֆրեչետի կենսաթոշակային հաշվի վրա։ Շատ դժվար է տեսնել, թե ինչպես է այդքան մեծ գումարը արագորեն անհետանում։ Կարծում եմ, որ ամբողջ տարվա ընթացքում ձեռք բերված շահույթների մեծ մասը արդեն կորել է։ Ֆինանսական վերլուծաբաններն ասում են, որ տնտեսության վրա բացասական ազդեցություն ունի անորոշությունը։ Ներդրողների, բիզնեսների եւ ամերիկացի սպառողների համար դժվար է կանխատեսել ապագա տնտեսական քաղաքականությունը։ Կարծում եմ, վստահության վերականգնումն այս հարցում շատ կարեւոր է։ Հարցին, թե արդյոք նա կանխատեսում է հնարավոր տնտեսական անկում, նախագահ Թրամփը պատասխանել է. ինքը նման բան ընդհանրապես չի տեսնում։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։